Սիրելի ֆուտբոլացիներ խաղային օրը մեզ մոտ շարունակում ենք ու մոտեցավ շաբաթվա վերջին հանդիպումը, որտեղ մրցում են նորից էլիտ լիգայի երկու ակումբներ։ Սելտան ընդդեմ Էվերտոնի շատ հետաքրքիր դիմակայության ականատեսն ենք լինելու, իհարկե դա արդեն ակումբների անունը ներկայացնելիս պարզ է դառնում ու տեսնենք այսօր կողմերը ինչ կառաջարկեն մեզ, եկեք ծանոթանանք թիմերի հայտարարությունների հետ։ Ու սկսենք Սելտայից, Տիգրան Այդյանը պաշտպանում է դարպասը համար 1, Կարեն Ենգիբարյան համար 7, Ժորա Մարտիրոսյան համար 8, Լևոն Վարդապետյան համար 9, Ավետիս Դուրգարյան համար 10, Հայկ Բաբախանյան համար 16, Սուրեն Կարապետյան համար 12, Դավիթ Հարությունյան համար 13, Վարդգես Ադամյան համար 18, Արամ Ենգիբարյան համար 19, դա թիմի ավագն է, Դանիել Դանիելյան համար 20 և Սուրեն Ղուկասյան համար 23, Էվերտոն դարպասը պաշտպանում է Արսեն Արսենյանը համար 16, Շահին Վարդանյան համար 2, Յուրի Հակոբյան համար 8, Մանուկ Մուրադյան համար 9, Նաթիմի ավագ Պողոսյանի հարվածը տեսանք ու Այդյանը ետ բղեց գնդակ այս իրավիճակում։ Շարունակեմ ներկայացնել Էվերտոնի հայտացուցակը, Վիլեմ Մուրադյան համար 10, Ռևի Գեղեզարյան համար 11, Անդրանիկ Պողոսյան համար 20, Միքայել Պողոսյան համար 23 և Ռաֆայել Վարդանյան համար 77, այսպիսի հայտարարություն ունի այս հանդիպան հետ կապված Էվերտոնը, Մուրադյանն է գնդակով գուցե ռար փորձ տեսնենք Մուրադյանից ոչ, խաղարկեց գնդակը Ռաֆայել Վարդանյանի հետ։ Գեղեզարյանը աչ եզրում է ստանում գնդակ ու այստեղ փակվեց Ռևի Գեղեզարյանի փոխանցումը, ևս մեկ փոխանցում ու այստեղ էլ արդեն հեռացեց գնդակը Սելտայի ֆուտբոլիստ Վարդգես Ադամյանը, բայց գրոհել Սելտայի մոտ չստացվեց։ Բայց գնդակը Էվերտոն դաշտի սահմաններում, իսկ հիմա արդեն այո եզրային նետում կտեսնենք Շահին Վարդանյանն է նետում եզրից Մուրադյանի ուղղությամբ։ Ղուկասյանն է թիկունքից աշխատում Մուրադյանի, բայց Մուրադյանի մոտ ստացվեց։ Անցում է հետո էլ արդեն Ղուկասյանը հեռացեց գնդակը դաշտի սահմաններից եզրից կնետի։ Կրկին Շահին Վարդանյանը Ռաֆայել Վարդանյանն ուղարկեց գնդակ ու այստեղ նորից եզրային նետման հնարավորություն են վաստակում Էվերտոնի ֆուտբոլիստները։ Պողոսյան, այո Վինտեր կապ մրցաշարի լավագույն ռմբարկուն է այսօր խաղադաշտում, այդպես էլ ոչ ոք չշրջանցեց Միքայել Պողոսյանի խփած գնդակների քանակը, նա ուներ իր ակտիվում 28 խփած գնդակ ու այո այդպես էլ Միքայել Պողոսյանին ոչ ոք հասնել չկարողացավ, այս գրոհը տեսնենք նոր շարունակենք այդ մասին, բայց այստեղ էլ արդեն մի փոքր դանդաղեցին Էվերտոնի ֆուտբոլիստները ու գնդակը բաժին հասավ Սելտային, ովքեր անցել են գրոհի Հարությունյան ու հեռու թողեց Յուրի Հակոբյան, այստեղ էլ կանգնեց գնդակի ճանապարհին Սուրեն Ղուկասյան ու հիմա դարպասաձողն է օգնության գալիս Էվերտոնին, կարող էին դարպասի գրավում ունենալ, բայց չհայտնվեց գնդակը դարպասում, այո ինչ վտանգավոր հարված է կատարել Սուրեն Ղուկասյանը և միայն դարպասաձողը եկավ այստեղ օգնության։ Այո Միքայել Պողոսյանը խփեց, հիմա էլ ևս մեկ հարվածում նորից դարպասաձողն է փրկում Էվերտոնին, իսկ այս հարվածը արդեն բավական բարձր ստացվեց։ Սելտան էլ այսպես պատասխանեց Էվերտոնի գրոհներին, այո Միքայել Պողոսյանի կատարած հարվածին Սելտան ավելի լավ պահեր ունեցավ, երկու հնարավորություն, երկու դեպքում էլ Արսենյանի ամենամոտ խաղընկերը դարպասաձողը եկավ օգնության ու այստեղ իհարկե արդեն անառիկ մնաց Էվերտոնի դարպասը։ Այո շարունակեմ միտքս Միքայել Պողոսյանի հետ կապված Էվերտոնի 23 համարի նա խփեց 28 գնդակ միջև 1-8 եզրափակիչի ավարտը Վինտեր կապ մրցաշարի, որտեղ Էվերտոնը լքեց պայքարը ու նրան ոչ ոք չկարողացավ շրջանցել, այո Սևակ Մանուչյանը խփեց 27 գնդակ, Բորուսիա Մյունխեն-Գլադբախը լքեց մրցաշարը 1-4 եզրափակիչից, կարող էր իհարկե ևս մեկ գնդակը բավական չէր լինի Սևակ Մանուչյանին իհարկե հեղինակելու համար, նա ավելի շատ հանդիպումներ էր անցկացրած լինում փաստացի, քան Միքայել Պողոսյանը ու իհարկե նրանք կարող են միայն շրջանցել
այն ակումբներից ֆուտբոլիստները, ովքեր մնացել էին պայքարի մեջ 1-8-ից հետո, այո, կարող է Խաչատուրը, Էրզրումյանը, Մայիս Մելքոնյանը, Արմեն Ավագյանը, Կարո Մանուկյանը, Վիլյարեալից ու իհարկե Վերդերի ֆուտբոլիստերի անունները ես ընկեցեցի, բայց ոչ ոք այդպես էլ Միքայել Պողոսյանին չշրջանցեց ու ֆուտբոլիստը ճանաչվեց Վինտեր Քափի լավագույն ռմբարկուն եւս մեկ փոխանցում ու փակում է այստեղ էլ Դավիթ Հարությունյանը գնդակի ճանապարհը, անկյունային է վաստակում է Էվերտոնը, այո, շնորհավոր ենք իսկապես Միքայել Պողոսյանին եւս մեկ ցուցանիշ նա գնացեց իր անվան դիմաց ԱՖԼ-ի շրջանակներում ու տեսնենք արդեն նավ ինտերկապ մրցաշարներ, սա էլիտ լիգան է, տեսնենք էլիտ լիգայում արդեն Պողոսյանը ինչպիսի արդյունավետություններով աշխի կընկնի խաղարկում անկյունայինի հենց Պողոսյանն է գնդակով այստեղ բայց գնդակը բայց Ենգիբարյանն էլ շատ լավ աշխատեց, Մուրադյանին է ուղարկում, Մուրադյան, Պողոսյան ու Այդինյան, նորից Պողոսյանը հայտնվեց հարվածային գոտում, բայց Այդինյանը նորից ետ է մղում այս գնդակը, Ռևիկ Եղիազարյան աչից Անդրանիկ Պողոսյանն է արագացել, բայց մնաց գնդակը Եղիազարյանի մոտ, նա չփոխանցեց այս իրավիճակում, հիմա դեպի Վարդանյանը ու Վարդանյանը հասնում է գնդակին, Մուրադյան Երկար փոխանցում, բայց այստեղ լրացվում է գնդակը, այո, շատ ակտիվ են թիմերը իսկապես մեկտարկել այս հանդիպումը, հարված ենք տեսնելու Էվերտոնի դարպասից։ Այո, Էվերտոնը այս պայն ունի իր ակտիվում 4 միավոր ու գտնվում է մրցաշարային հաղթանակում 9-րդ հորիզոնականում, Սելտան էլ առայժմ միավոր չունի վաստակած, իհարկե, սա կարող է Սելտայի առաջին միավորները լինել, այս մրցաշարում Էվերտոնն էլ կարող է հաղթանակի հասնելու մեծ քայլ այսպես ասված, իհարկե Էվերտոնը դեռ պակաս հանդիպումներ ունի, որոնք պետք է լրացնի, այս գրոյից հետո խոսեմ այդ մասին ու հիմա ինչ իրավիճակ էր, Յուրի Հակոբյանն է դատարկ դարպասից հեռացնում գնդակ, այո, սա շատ վտանգավոր պահ էր, որտեղ իհարկե ամեն ինչ կարող էր տեղի ունենալ, թե ձեռքով խաղ, իհարկե դարպասի գրավում թե ինքնագոլ, բայց ամեն դեպքում Հակոբյանը հեռացեց գնդակը դաշտի սահմաններից դուրս, այդ նշածս տարբերակներից ոչ ոք չհամապատասխանեց այս դրվագում իրականությանը, ևս մեկ փոխանցում հիմա Ենգիբարյանի հարվածը բարձր ստացվում ու հարված ենք տեսնելու Արսենը Արսենյանի պաշտպանած դարպասից Էվերտոնը 4 հանդիպում է անցկացրել, ունի կրած 2 պարտություն, 1 հաղթանակ է տարել, 1 հանդիպում ավարտել ոչ ոքի Եվ այս պայն 4 միավորով գտնվում է 9-րդ հորիզոնականում, դրան այս տուրից հետո ոչ ոք իհարկե չի կարող շրջանցել, հնարավոր բոլոր մրցակիցները հանդիպումներ իրենց այս շաբաթվա անց են կացրել ու իհարկե Էվերտոնը արդեն ամրապնդված է 9-րդ հորիզոնականում, բայց կարող է Էվերտոնը հավասարվել Բորուսիա Մյունխեն-Գլադբախին, ով 8-րդ հորիզոնականում է եւ ունի վաստակած 7 միավոր եւ որ փասն է հետաքրքիր Էվերտոնը դեռ 2 հանդիպում բոլորից պակաս է անցկացել, այնպես որ այս պայն առաջատարը Չելսին է 13 միավորով, ինչի մասին եմ ես խոսում, Չելսին 7 հանդիպումից հետո ունի այսքան միավոր, սա Էվերտոնի 5-րդ հանդիպումն է, այնպես որ ամեն հանդիպումից հետո մրցաշարային աղյուսակում կտրուկ կարող է փոխվել, այսպիսի մրցաշրջան ենք ունենում, Հակոբյան միջև վերջ, այո, միջամտեց ու թույլ չտվեց մրցակցին հայտնվել հարվածային դիրքում եւ Միքայել Պողոսյանն է հիմա էլ դաշտի միջի դատվածով առաջ շարժվում, դեպի աջ ուղարկեց գնդակը Ռաֆայել Վարդանյանին, Վարդանյան արված ու անկյունային է վաստակում, այո, Էվերտոնը դիպավ գնդակը դարպասապահ Այդինյանին, հետո նոր դուրս եկավ դաշտի սահմաններից դուրս, անկյունայինը տեսնենք, Վարդանյան հետ գլորեց Մուրադյանին գնդակը եւ ես իսկան այդ Էվերտոնի ֆուտբոլիստները փակվեց այստեղ Մանուկ Մուրադյանի փոխանցման ճանապարհը Վարդանյան լավ պատխաղարկում է այստեղ Վարդանյանը մնաց գնդակով ու հիմա արդեն նորից եզրային նետում իրականացնում Էվերտոնը շատ լավ համագործակցեցին այստեղ Ռաֆայել Վարդանյանն ու Շահեն Վարդանյանը, բայց հետո Ռաֆայել Վարդանյանի փոխանցման ճանապարհը փակվեց ու տեսնենք եզրային նետումը ինչպես են խաղարկելու հետ գլորեց գնդակը Վարդանյանը Միքայել Պողոսյանի ուղղությամբ դեպի կենտրոն Մուրադյանն այստեղ է արդեն
Ու եթե իհարկե հասկանար Պողոսյանը Մուրադյանի մտահղացումը շատ գեղեցիկ պատկաղարկման ականատեսը կլինեին, իսկ հիմա Սելտան է փորձում գրոյի հասնել, Յուրի Հակոբյան կար խախտում, բայց մնաց գնդակը Սելտայի ֆուտբոլիստ Կարեն Ենգիբարյանի մոտ այդ իսկ պատճառով չստուլեց մրցավարը դեպի աջ փոխանցում են տեսնում Ադամյան թույլ է ստացվում այս փորձը Վարդգես Ադամյանի մոտ Արսենյանն էլ ուժեղ հարվածով գնդակ ուղարկեց առաջ, բայց այստեղ է նաև Դավիթ Հարությունյանը, նորից Ղուկասյան Ավետիս Դուրգարյան երվից փորձ ու այստեղ Հակոբյանը նորից գնդակի ճանապարհը փակեց Ենգիբարյան ու այստեղ էլ Շահեն Վարդանյանն է լավ գործում Ենգիբարյան մեկ հպումով դեպի առաջ, բայց մնում է գնդակայում ամեն դեպքում Սելտայի մոտ Կարեն Ենգիբարյան ու դեպի հետ փոխանցում կատարեց Ենգիբարյանը, իհարկե չկային տարբերակներ, ամենաճիշտ որոշումն էր սա Ձախ եզրով է փորձում գրոյի հասնել Սելտան Ղուկասյան Դեպի ետ Հարությունյանն այստեղ է Նորից դեպի ձախ փոխանցում տեսանք այստեղ էլ ու հետ փոխանցում ենք հիմա էլ տեսնում Դարպասապա Այդինյանի ուղղությամբ երկար փոխանցում, բայց այստեղ Եղիազարյանն է հաջող խլում իրականացնում, շարունակությունը տեսնենք Մուրադյան դեպի Պողոսյանը, բայց փակվեց Մանուկ Մուրադյանի փոխանցման ճանապարհը, այո, եթե կարողանար Մուրադյանը հասցեագրել գնդակը Միքայել Պողոսյանին, Պողոսյանը արդեն պատրաստ էր եզրափակելու այս գրոհը, բայց եթե չեմ սխալվում Սելտայի պաշտպան Դավիթ Հարությունյանն էր այդ դիրքում դիրքավորված ու շատ վստահ գործեց, այդ իսկ պատճառով էլ հարված այդպես էլ չտեսանք Դարպասի ուղղությամբ Եղիազարյան դեպի Մուրադյանը լավն էր այս փոխանցումը Մանուկ Մուրադյան Հարությունյանն է դիմավորել նրան, հաստրեց փոխանցել Մուրադյանը Եղիազարյանին, բայց արդեն Էվերտոնի գրոյի տեմպը ընկավ, իհարկե երկրորդ տեմպով կփորձեն գրոյել Ռաֆայել Վարդանյան թողեց Պողոսյանին Շահեն Վարդանյան պետք է հարվածել, այդպես էլ արեց Վարդանյանը, բայց մի փոքր բարձր ստացվեց Շահեն Վարդանյանի կատարած այս հարվածը ու հարված կտեսնենք Դիդան Այդինյանի պաշտպանած Դարպասից, այո, շատ հետաքրքիր հանդիպում է ընթանում, շատ լարված հանդիպում առաջում Դարպասի գրավում չունենք, բայց իհարկե կարծում եմ ինտերնետ էլ դիտում եք ու հասկանում եք ինչ բարձր Տեմպեն թիմը հաղորդել այս հանդիպմանը երկար փոխանցում Ենգիբարյան շատ լավ ավելացեց գնդակի ընթացքը Ադամյան դեպի Ղուկասյանը մի փոքր ուժեղ կատարեց փոխանցումը, բայց հասավ Սուրեն Ղուկասյանը այս գնդակին Կարեն Ենգիբարյանը արդեն դիտքը կորցրեց Ենգիբարյանը հարված կատարելու համար Եղիազարյան, սա կարող է Էվերտոնի ևս մեկ գրոհ լինել բայց բավական ուժեղ այս փոխանցումը Պողոսյանը չէր կարող հասնել այս գնդակին Արամ Ենգիբարյան լավ նետում էր Այդինյանն ընդունեց գնդակը էներգություն Դուրգարյանն էր այս իրավիճակում նորից խլում իրականացեց Դուրգարյանը, բայց բավական հեռու թողեց գնդակը, այո կարող էր փոխանցել Կարեն Ենգիբարյանին ու այդպեսով ավելի լավ շարունակություն հաղորդել իհարկե Սելտայի գրոհին Մուրադյան լավ արագացում էր, պետք էր արվածել, բայց կորցրեց պահը Մուրադյանը, հետո արդեն ուղարկեց գնդակը Եղիազարյանին ու պահում է Եղիազարյանը գնդակը այո դաշտի սահմաններում, բայց հետո արդեն կորցրեցին գնդակը Սելտայի ֆուտբոլիստները Եղիազարյան փոխանցում Դավիթ Հարությունյանն է հեռացնում գնդակը Կարեն Ենգիբարյանն էլ շատ հաջող ընդունեց այն դեպի Սուրեն Ղուկասյանը հասնում է գնդակին Ղուկասյանը, բայց Հակոբյանը ապահովության համար այն հեռացեց այո դաշտի սահմաններից դուրս երկար փոխանցում, այստեղ էլ Շահեն Վարդանյանը մեկը պումով վերացեց այս գնդակը ուղարկեց Միքայել Պողոսյանին, բայց արդեն դանդաղեց Էվերտոնի գրոհը, Վարդանյան դեպի Մուրադյանը վտանգավոր գրոհ Էվերտոնից, Մանուկ Մուրադյան բացել է պետք հաշիվը, ֆենոմենալ է ամեն ինչ արված, միայնակ Մուրադյանը վճռեց այս գրոհի ելք ու Էվերտոնն առաջ է հասնում հաշվի մեջ 1-0
Մանուկ Մուրադյան 1-0 բացված է այս հանդիպան հաշիվը, այո, շատ վստահ Մուրադյանը հարված կատարելու պահին ուներ մի քանի տարբերակներ ու ամենա ճիշտ կերպով գնահատեց դարպասապայի կանգնած դիրք ու գնդակը ուղարկեց դարպասը, ունենք առաջին դարպասի գրավումը և տեսնենք Սելտայի պատասխանը ինչպես պետք է լինի բաց թողած գնդակից հետո Ենգիբարյան դեպի Ղուկասյանը շատ լավ է զգում գնդակը Սուրեն Ղուկասյանը մնաց գնդակով դեպի Կարեն Ենգիբարյանը, բայց Էվերտոնը գնաց պրեսինգի ճիշտ է պահել է Սելտան գնդակը Ենգիբարյան լավ տարածություն աղթարեց նույնիսկ կարողացավ փոխանցել Արաբ Ենգիբարյան հեռվից է պետք փորձել, բայց այստեղ փակվեց Եղիազարյանի կողմից գնդակի ճանապարհը ու անկյունային իրականացնի հիմա Սելտան Տեսնենք անկյունային ինչ է տալու արդեն Սելտային կա ևս մեկ փոխանցում այստեղ էլ Յուրի Հակոբյանն է հեռացնում գնդակը Սուրեն Կարապետյանը կատարեց անկյունային իսկ հիմա արդեն ես իսկ նետի Արամ Ենգիբարյանը կատարված է եզրային նետումը այստեղ էլ Եղիազարյանն է հեռացնում գնդակը David Հարությունյան ու ես նետելու Էվերտոնը, այո Եղիազարյանը երկար նետում դեպի Մուրադյանը, բայց Դավիթ Հարությունյանը թիկունքում է տեղակայված Մուրադյանի ու այդ կերպ փակեց Մուրադյանի Առաջ խաղացումը լավն էր նաև այս փոխանցումը Ղուկասյան վտանգավոր իրավիճակ է տեսնենք ով է հարվածելու Ղուկասյան դեպի Դուրգանյանը ու հաշիվը հավասար է 1-1 Սելտան հավասարեցնում է հանդիպան հաշիվը Ավետիս Դուրգանյան հանդիպան հաշիվը հավասար է, այո Սուրեն Ղուկասյանը գնահատեց իրավիճակը ամենաճիշտ բային կատարեց փոխանցումը, որից հետո Ղուկասյանի կատարած ներողություն Դուրգանյանի կատարած հարվածը անկասելի ստացվեց, Սելտան հավասարեցեց ընդամենը րոպեների անց հանդիպան հաշիվը ու տեսնենք քաղաքեսի մնացած ժամանակահատվածում ինչ կառաջարկեն թիմերը, այո հանդիպան հաշիվը 1-1 է, կարելի ասել ամեն ինչ սկսում են թիմերը 0-ից Ենգիբարյան վտանգավոր դրություն է նորից Սուրեն Ղուկասյան ու այստեղ Վարդանյանը փորձեց խանգարել, բայց ամեն դեպքում Ղուկասյանը հարվածեց ու վաստակում է անկյունային հարված, այո Յուրի Հակոբյանն էր կրկին փակեց գնդակի ճանապարհը, եթե ճիշտ նկատեցի, ապա այո Ու հիմա անկյունային, տեսնենք սա Յուրի Հակոբյանի կարելի է համարել երկրորդ փրկումներ այս խաղում Էվերտոնի համար, իհարկե, բայց նախորդ դրվագը իհարկե չենք համեմատի այս մեկի հետ Հարությունյանը հեռվից փորձեղությամբ ստացվեց նախորդ դրվագում, ինչպես նշեցի, իհարկե շատ մոտ էր ավելի Սելտան դարպասի գրավմանը, քան հիմա էր։ Ու հիմա տեսնենք, Մուրադյանը առաջ է շարժվում։ Վարդանյանին գլորեց գնդակը։ Բայց այստեղ փակվեց Վարդանյանի փոխանցման ճանապարհը ու Սելտան վերահսկում է կրկին գնդակը։ Ենգիբարյան Երկար փոխանցում առաջ Պողոսյանը այստեղ էր Չավարտվել Սելտայի գրոհ հիմա արդեն Հակոբյանը հեռացեց գնդակը Մուրադյան պահում է գնդակը Մուրադյանը Շատ լավ փոխանցում դեպի Աչեզեր տեսնենք այս գրոհ ինչ կտա արդեն Էվերտոնին Ղուկասյան բաժինացավ գնդակի հիմա Սելտային ու Պողոսյանը, Միքայել Պողոսյանը, ներողություն Անդրանիկ Պողոսյանը փակեց այստեղ փոխանցման ճանապարհը, ես իսկ նետի Սելտան
Հակոբյան, հիմա էլ Հակոբյանն է գնդակի ճանապարհին Միքայել Պողոսյան, նորից վտանգավոր գրո։ Դեպի Մուրադյանը լավն է այս գրոհը Մուրադյան ու այստեղ արդեն ստացավ արված հնարավորություն Մանուկ Մուրադյանը եւ Սելտան հակագրոհի անցել Ղուկասյան դեպի աջ Ենգիբարյանն ընդունում է գնդակը Ենգիբարյանը փոխանցում է կարողանում նաեւ կատարել այստեղ բայց Անդրանիկ Պողոսյանը նորից փակում է գնդակի ճանապարհը Մուրադյան Ենգիբարյանը խլում իրականացեց իսկ Կարամ Ենգիբարյանի փոխանցման ճանապարհը փակեց նորից Մանուկ Մուրադյանը այդ կերպ վերականգնելով գնդակը Վարդանյան ինչ լավ փոխանցում ստացավ Մուրադյանից ու այստեղ պետք էր փոխանցում կատարել իհարկե Վարդանյանին էլ հասկանալի է այս իրավիճակում փորձեց այդ դատարը վերստի որից հետո Միքայել Պողոսյանը կստանա դատար դարպասը գրավելու շանս բայց արդեն այդ իրանը վերցրեց գնդակը Վարդանյանի ոտքերի առջևից ու հիմա արդեն Սելտան կնետի եզրից Երկար նետում Շատ վտանգավոր է ու հիմա երրորդ անգամ այս խաղում դարպասաձողը օգնության է գալիս Էվերտոնին հիմա էլ Կարենը Ենգիբարյանը հայտվեց Հարվածային գոտում ու այս անգամ արդեն հորիզոնական դարպասաձողն է օգնության գալիս Էվերտոնին այո Սելտայի հարվածները առայժմ միայն կարելի ասել մեծ հաշվով դիպչում են դարպասաձողներին Մուրադյան նորից զարգացեց արագություն հիմա էլ Դավիթ Հարությունյանը փակեց այս փոխանցման ճանապարհը Ենգիբարյան Հետ գլորեց գնդակ Արամ Ենգիբարյանի ուղղությամբ Դեպի ձախ Երկար փոխանցում են տեսնում սա արվածի վերածվեց ու նորից գնդակը դիպավ Դարպասաձողին Դուրգալյանի այս փորձից հետո Այո շատ իսկապես շատ հետաքրքիր հանդիպում ենք դիտում խաղակեսը մոտենում է ավարտին առայժմ հաշվում է հավասարությունը Եղիազարյան Մնաց գնդակով Ռևիկ Եղիազարյանը ու այո վաստակեց այն ինչը ցանկանում էր անկյունային ամենահարմար տարբերակ ինչը կարող էր անել Ռևիկ Եղիազարյանը այս դեպքում Միքայել Պողոսյան չստացվեց հարվածը Պողոսյանի մոտ Երկար փոխանցում նորից տեսանք Դեպի Կարեն Ենգիբարյանը Դավիթ Հարությունյանի կատարմամբ բայց Հակոբյանը այստեղ հեռացնում է գնդակը Կատարված է եզրային նետումը Ղուկասյան Դեպի աջ շատ հարմար դուրս բերեց Ենգիբարյանին սա հարված էր ու Անդրանիկ Պողոսյանը փակեց հարվածի ճանապարհը հիմա էլ հետ է գլորում Ենգիբարյանը գնդակը Այդինյանին շատ քիչ է մնացել վերջի րոպեն ընթանում առաջի կեսի Ենգիբարյան Դեպի առաջ Սուրեն Ղուկասյանին էլ ուղված այս գնդակը, բայց Սելտայի մոտ Ստացվեց գրոհը եզրափակել իսկ հիմա շատ վտանգավոր պայել, հիմա երկրորդ տեմպով կարելի ասել գրոհ Կազմակերպեցին Սելտայի ֆուտբոլիստները, բայց դարպասի գրավում չունեցանք Մանուկ Մուրադյան դեպի աջ Եղիազարյանն այստեղ է, Եղիազարյանի անցումը ստացվեց, մնաց նաև գնդակով Եղիազարյանը Մուրադյանին գլորեց Բայց այստեղ ցածից էր Մուրադյանի կատարված փոխանցում ու այն փակվեց Մուրադյան մի փոքր հեռու թողեց, բայց այստեղ մի կերպ հասավ գնդակին Մուրադյանը ճիշտ է, հետո կորցրեց գնդակը Էվերտոնը Ու այո, խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է 1-1 է հանդիպան հաշիվը, մի փոքր դադար վերցնենք, որից հետո հանդիպումը կշարունակենք
Ֆուտբոլասեր բարեկամներ, մենք վերադառնում ենք Էլիտ լիգայի շրջանակներում ընթացող Էվերտոն Սելտա հանդիպան երկրորդ խաղակեսը դիտելու, սա իհարկե խաղային շաբաթվա վերջին հանդիպումն է, որտեղ առաջի խաղակեսից հետո հանդիպան հաշիվը հավասար է Մանուկ Մուրադյանի խփած գնդակին Սելտայից պատասխանեց Դուրգայան ու հավասարեցեց հանդիպան հաշիվը եւ հիմա տեսնենք արդեն երկրորդ խաղակեսում թիմերը ինչ են առաջարկելու։ Մեզ Սուրեն Ղուկասյանն ու անմիջապես նորից գրոյի անցավ Սելտան եւ այստեղ արդեն Արսենյանը լավ գործեց։ Հեռաստելով գնդակի, իսկ հիմա արդեն եզրային նետումը կիրականացնեն Էվերտոնի ֆուտբոլիստները Վարդանյան, Յուրի Հակոբյան, դեպի Աջ Պողոսյանն այստեղ է, դեպի Վիլեմ Մուրադյան ուղարկեց գնդակը Յուրի Հակոբյան կրկին նորից Մուրադյան ու դեպի ետ Պողոսյանին, Պողոսյանն էլ ուժեղ փոխանցում է կատարում առաջ, այստեղ կարողացան Սելտայի ֆուտբոլիստները հեռացնել գնդակ, այո Ենգիբարյանը շատ ուժեղ հարված կատարեց առաջ Հիմա Սուրեն Ղուկասյանն ընդեմ Անդրանիկ Պողոսյանի Ղուկասյան հասավ գնդակին, այո, չսուլեց մրցավարը մնացել է գնդակը դաշտի սահմաններում, բայց հիմա Էվերտոնը կարող է հակագրոհել, բայց ավետից Դուրգանյանը փակեց գնդակի ուղղությունը Ենգիբարյան դեպի Արամ Ենգիբարյանը գլորեց գնդակը Կարեն Ենգիբարյանը ուժեղ փոխանցում էլ այստեղ ենք տեսնում Ենգիբարյան եւս մեկ փոխանցում դեպի Աչեզեր, իսկ այստեղ արդեն դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից դուրս Երհազարյան Հետ գլորեց գնդակը դարպասապա Արսենյանի ուղղությամբ Նորից Եղիազարյան ու երկար փոխանցում են տեսնում հասավ գնդակը Ռաֆայել Վարդանյանին, բայց չէր սպասում այստեղ Վարդանյանը կարծում եմ այս փոխանցմանը հիմա էլ սխալ Սելտայի մոտ Մանուկ Մուրադյան հարված ու Հարությունյանը հաստրեց այո Մուրադյանը հեռավոր անկյուններ ուղարկում գնդակ ու մեծ հավանականությամբ Այդինյանը չէր հասցնի այդ գնդակը ետ մղել իհարկե դատելով Այդինյանի զբաղեցած դիրքից Մուրադյանը շատ լավ էր փորձում գնդակ ուղարկել հեռավոր անկյունը, բայց չգիտես որտեղից պարզեց ոտքը Դավիթ Հարությունյանն ու վտանգը չեզոքացրեց անկյունայինից փոխանցումն էլ կա դեպի Ռաֆայել Վարդանյանը Եղիազարյան Վարդանյան լավ խաղարկում էր Իսկ այստեղ այո հենց Էվերտոնի ֆուտբոլիստից գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից դուրս, ինչը նշանակում է, որ Սելտան գնդակը կմտցնի խաղի մեջ, Ենգիբարյան Բայց այստեղ էլ Միքայել Պողոսյանը գնդակի խլում իրականացեց, դեպի Մուրադյանը, Վիլեմ Մուրադյան ու հետ դեպի հետ Յուրի Հակոբյանի ուղղությամբ, այո այսօր պաշտպանության կենտրոնում է Յուրի Հակոբյանը տեղ զբաղեցել ու ասեմ, որ առաջի խաղակեսում իհարկե կարելի է Հակոբյանին շնորհել լավագույն ֆուտբոլիստի կոչումը շատ վստահ երկու դրվագներում ընդհանրապես խաղակեսը շատ լավ անցկացեց, բայց հատկապես իհարկե տպավորվեց Յուրի Հակոբյանի այդ երկու գործողությունները, որոնք զերծ պահեցին Էվերտոնին գնդակներ բաց թողնելուց իհարկե ովքեր դիտում էին հանդիպումը կիշեն, որ դրվագների մասին է խոսքս եւ իհարկե տեսնենք երկրորդ խաղակեսում հիմա հենց Հակոբյանն է գնդակով ինչ է առաջարկելու Էվերտոնը ինչ է առաջարկելու Սելտան Միքայել Պողոսյան ու Դավիթ Հարությունյանը շատ վստահ գործեց այստեղ դեպի Աջ գլորեց գնդակը, բայց այս փոխանցումը մի փոքր ավելի հեռուն գնաց եւ Եղիազարյանին դիպավ հետո էլ Սուրեն Կարապետյանի կատարած փոխանցում ու անկյունային այս իրավիճակում կարելի ասել քաղեց Սելտան
Ղուկասյան փոխանցումը կա, այստեղ էլ հարվածի փորձ Արամ Ենգիբարյանից, բայց շեղությամբ ստացվեց այս հարվածը։ Եղեզարյան շատ լավ փոխանցում էր Միքայել Պողոսյան, Էվերտոնը նորից հաղթողի կարգավիճակում է, դարձավ գոլի հեղինակ Միքայել Պողոսյանը, բայց եկեք իհարկե այս գնդակը վերնագրենք Ռևիկ Եղեզարյանի անվան դիմաց առաջին ինչ գրագետ փոխանցում կատարեց Եղեզարյանը։ Միքայել Պողոսյան 2-1 այս խաղում երկրորդ անգամ Սելտան պարտվողի կարգավիճակում է հայտնվում Էվերտոնն էլ առաջ է հասնում հաշվի մեջ ու հիմա տեսնենք երկրորդ անգամ պարտվողի կարգավիճակում հայտնված Սելտան ինչ է փորձելու առաջարկել շատ, իսկապես շատ, այսպես ասած, կրակոտ փոխանցում տեսանք Եղեզարյանից Պողոսյանի անցումն էլ գեղեցիկ ստացվեց ու արդեն ոչ ոք Պողոսյանին չխանգարեց դարպասը գրավելու գործում, ոչ ոք ոչինչ այլևս հասնել չէր կարող, այնքան արագ արեցին ամեն ինչ։ Էվերտոնի ֆուտբոլիստները, որ իհարկե ոչ ոք կրկնում եմ ոչինչ հասնել չկարողացավ անել, իսկ հիմա արդեն ստանդարտ է վաստակել Սելտան։ Էվերտոնի դարպասի ուղղությամբ ու տեսնենք այս ստանդարտը ինչ կբերի Սելտայի ֆուտբոլիստերին։ Ավետ Դուրգարյանն է գնդակի մոտ։ Կա մրցավարի Սուլիչը Դուրգարյան, սա հարվածի փորձեր ու հենց կարծես Սելտայի ֆուտբոլիստից այո գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից դուրս, Արսենյան ուժեղ փոխանցում առաջ, Արամ Ենգիբարյանը փակեց գնդակի ուղղությունը, բայց այն վերադարձավ Միքայել Պողոսյանի մոտ, աչից կա տարբերակ, Պողոսյանը պայեց գնդակը ու տեսնենք ինչ շարունակություն կմտածի, հետևարկում Մուրադյանին, Ղուկասյանն է թիկունքից աշխատում Մուրադյանի, բայց շատ լավն էր այս փոխանցումը դեպի Շահեն Վարդանյան ու գրոհը տեսնենք Էվերտոնից սխալվեց Վարդանյանը ու հիմա էլ Սելտայի պատասխանը Սուրեն Ղուկասյան, Դուրգարյան ու Միքայել Պողոսյանը իհարկե առաջինը կարծում եմ գնդակին դիպավ այս իրավիճակում մրցավարը իհարկե կարծում եմ նույնիսկ ապահովության համար կարող է ուսումնասիրել դրվագը Արամ Ենգիբարյան նորից Ղուկասյանն է գլորում գնդակը երկար փոխանցում ու Մանուկ Մուրադյանը այստեղ էր եւս մեկ երկար փոխանցում դեպի Վարդանյանը, բայց հիմա մրցավարը կուսումնասիրի նախորդ դրվագը հասկանանք ինչ է պատահել։ Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը, այո չկար խաղի կանոնների խախտում ու հիմա արդեն Սելտան սկսում է դարպասից։ Ենգիբարյան Դեպի աջ գլորեց գնդակը վտանգավոր գրո Սելտայից եւս մեկ փոխանցում ու արդեն Ղուկասյանը սպասում էր գնդակին, բայց հեռացեցին Էվերտոնի պաշտպանները այն Դուրգարյան թողեց Արությունյանին ու Մանուկ Մուրադյանը այստեղ էլ փակեց գնդակի ճանապարհը եզիս գրետի Սելտան Ղուկասյան Դեպի Արամ Ենգիբարյան ուղարկեց գնդակը ու դեպի Այդինյանն էլ գլորեց Ենգիբարյանը ստացավ պատասխան փոխանցումը իսկ այստեղ պրեսինգը տվեց իր արդյունքը Մուրադյան Վարդանյան
Տեսնենք ինչ շարունակություն կմտածի Ռաֆայել Վարդանյանը, շատ լավներ այս փոխանցումը Մուրադյան, Միքայել Պողոսյան, Վարդանյան, Պողոսյան, դուբլ ինչ է անում Էվերտոնը, ամեն ինչ գեղեցիկ է արված ու արդեն 2 գնդակի առավելությամբ հաղթում է Էվերտոնը խաղադաշտում։ Դուբլի հեղինակ դարձավ արդեն Միքայել Պողոսյանը 3-1 հանդիպան հաշիվը, բայց ինչ արեցին այս դրվագում։ Միանգամից Էվերտոնի 3 ֆուտբոլիստներ Վարդանյան, Մուրադյան, Վարդանյան, Միքայել Պողոսյան ու դարպասի գրավումը այսպիսի կոմբինացիա խաղարկեց Էվերտոն այս 3 ֆուտբոլիստներն էլ եզնեջ դրումն ու նշանակություն ունեցան այս դրվագում ու վերջնական արվածը Ռաֆայել Վարդանյանի փոխանցումից հետո կատարեց Միքայել Պողոսյանը, իհարկե արդեն ոչ ոք Չեր խանգարում նրան դարպասը գրավելու գործում, 2 գնդակի առավելություն է ստանում խաղադաշտում հիմա Էվերտոնը ու տեսնենք Սելտան այս ամենին ինչով պետք է փորձի պատասխանել Մուրադյան, շատ լավ գործեց, երկար փոխանցում, բայց արդեն Արամ Ենգիբարյանն այստեղ էր, Եղիազարյան շատ վստահ գործեց հիմա Եղիազարյանը Ճիշտ է, հետո կորցրեց գնդակը, ստիպված եղավ այդպես վարվելիս, հիմա շատ վտանգավոր իրավիճակ է, Սելտան նորից է կրճատում հաշիվը 3-2, բայց մրցավարը կուսումնասիրի հիմա դրվագը, տեսնենք ինչ են պահանջում Էվերտոնի ֆուտբոլիստները։ Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը ու այո դարպասի գրավումը արձանագրված չէ, ազատ հարված է նշանակում մրցավար, այո։ Любой аккумулятор կարաս առաջացնես սիմետրին։ Խաղի կանոնների խախտում է տեղի ունեցել Սելտայի ֆուտբոլիստի գործողություններում, այո ու հիմա արդեն հաշիվը մնում է անփոփոխ, հաշիվը մնում է 3-1, ինչը նշանակում է հիմա Էվերտոնը կիրականացնի արդեն ազատ հարված։ Եղիազարյան Վարկեց գնդակը Պողոսյանին, կրկին Եղիազարյան ու դեպի կենտրոն Յուրի Հակոբյանի ուղղությամբ, ռիսկի դիմեց Հակոբյանը, բայց հետո արդեն կորցրեց գնդակը, իսկ հիմա արդեն իհարկե մրցավարը պետք է վիճաբանական դրվագ նշանակի գնդակը հասնի, իհարկե ֆուտբոլիստին Սելտայի դիպավ գնդակը մրցավարին և դա իհարկե ամեն ինչ կանոնների սահմաններում էր Սուրեն Ղուկասյան, բայց թույլ ստացվեց Ղուկասյանի այս փորձը, այն որ Ղուկասյանը կարող էր գրավել դարպաս այս տարածությունից, իհարկե կասկածներ չկան, մեկ անգամ չի որ տեսել ենք Սուրեն Ղուկասյանի թե աջ թե ձախ ոտքով ֆենոմենալ թնդանոթային հարվածները, բայց այս անգամ չստացվեց հարվածը, իսկ հիմա Արսենյանը արդեն վերցնում է գնդակը, Շահեն Վարդանյան դեպի Մուրադյանը գլորեց գնդակը, Վիլեմ Մուրադյան, Յուրի Հակոբյան ու դեպի Վարդանյանը կհասնի գնդակին Վարդանյանը ոչ ուժեղ էր մի փոքր այս փոխանցումը ու գնդակը խաղի մեջ են մտցնում Սելտայի ֆուտբոլիստները Ենգիբարյանի երկար փոխանցում ու Յուրի Հակոբյանը այստեղ էլ Հերացեց գնդակը Եղիազարյան շատ լավներ այս փոխանցումը գնահատեց ամեն ֆուտբոլիստի տեղակայված դիրք ու շատ լավներ փոխանցումը հիմա կար խախտում Շահեն Վարդանյանի գործողություններում ու հիմա ստանդարտ է վաստակել Սելտան նորից վտանգավոր գոտում Սուրեն Ղուկասյանն է գնդակի մոտ կա մրցավարի Սուլիչե Ղուկասյան բայց բարձր ստացվեց այս փորձն էլ ու հարվածքը տեսնենք Արսեն Արսենյանի պաշտպանած դարպասից, իսկ ես հիշեցնեմ, որ այս պահին էլի լիգան գլխավորում է Չելսին, վաստակած 13 միավորով, Վիլյարեալը, Լեռնային Արցախը, Մանչեսթեր Սիթին ու Վերդեն ունեն 12-ական միավորներ, իսկ այս թիմերը Էվերտոնն ու Սելտան Էվերտոնը 9-րդն է այս պահին, վաստակած 4 միավորով, 4 հանդիպումից հետո Սելտան էլ առայժմ չունի վաստակած միավոր ու տեսնենք երկար փոխանցում
Այստեղ Անդրանիկ Պողոսյանը հեռացեց գնդակը դաշտի սահմաններից դուրս։ Նայո, ես իհարկե խոսեցի մրցաշարային ակուսակի մասից դա միայն օնլայն տարբերակով Չելսին անց է կացել իր բոլոր հանդիպումները, բայց Լեռնային Արցախն ու Վիլյարեալը իհարկե կարող են հավասարվել կամ շրջանցել Չելսին, նրանք դեռ կանցկացնեն իրենց բաց թողնված հանդիպումները, նոր դրանից հետո ամբողջական պատկերը կունենանք։ Անկյունայինի խաղարկումը տեսնենք, Սուրեն Ղուկասյան ևս մեկ փոխանցում, բայց այստեղ շատ հեռուն գնաց գնդակը, ճիշտ է հասավ գնդակին ամեն դեպքում Յուրա Ալավերդյանը, Ալավերդյան ու անկյունային է վաստակում Իմայել Հակրագեսից Սելտան։ Ու տեսնենք այս սպորտը ինչպես կստացվի Սելտայի ֆուտբոլիստների մոտ, ևս մեկ բարձից փոխանցում հասնում է գնդակը Աչեզել, որտեղ Կարեն Ենգիբարյանն է, Կարեն Ենգիբարյանն ու Միքայել Պողոսյանը, լավ գործեց եւ Սահակագրոյի սկիզբ Էվերտոնի համար Մուրադյան, վտանգավոր գրոյ Կաշային Վարդանյանը, բայց փակվեց Մուրադյանի փոխանցման ճանապարհը, այո, այստեղ Դավիթ Հարությունյանը ճիշտ դիրքավորվեց ու վտանգը չեզոքացրեց։ Մուրադյան, Վարդանյան, կրկին Մուրադյան ու անկյունային է Իմայել վաստակում Էվերտոնը։ Մուրադյանը կիրականացնի այն բարձից փոխանցում Ռևիկ Եղիազարյան, մեկ հպումով ընթացքից ու Այդինյանը հասցրեց ամեն դեպքում հեռացնել գնդակ, այո, շատ լավ է զգում իսկապես գնդակը Ռևիկ Եղիազարյանը, ևս մեկ վտանգավոր փորձ էր սա Ռաֆայել Վարդանյան, նորից Մուրադյան, Շահեն Վարդանյան, բայց այստեղ արդեն Դուրգայանը կրայել էր Վարդանյանի մտահղացումը։ Եղիազարյան տեղափոխեց գնդակը հարձակման գից ու խնդրեմ Էվերտոնը մոտեցավ անկյունայինի արդեն։ Անկյունայինը տեսնենք ինչ է տալու Էվերտոնի ֆուտբոլիստերին։ Մուրադյան ցածից է խաղարկում գնդակը Վարդանյանի հետ։ Մուրադյան հիմա բարձից փոխանցում, բայց Եղիազարյանը արդեն այլ դիրքում էր սպասում Մուրադյանի փոխանցմանը, չնայած անկյունային հիմա նորից վաստակել է Էվերտոնը հակառակ եսից։ Եղիազարյան խաղարկում կրկին Պողոսյանի հետ։ Եղիազարյան վտանգավոր իրավիճակ է, Եղիազարյան դեպի կենտրոն է ուղարկում, բայց այստեղ Սելտան խլեց գնդակը, հետո Շահեն Վարդանյանը խախտեց խաղի կանոնները ու սա դեղին քարտ էր։ Այո, հակագրոք ասեցեց Վարդանյանը այս իրավիճակում։ Սուրեն Ղուկասյան անցումը լավն էր, Ղուկասյան պետք է հարվածել, Ղուկասյան դեպի աջ, վտանգավոր է ու արդեն այս անգամ Յուրի Հակոբյանի մոտ ստացվեց հեռացնել գնդակը 3-2 Սելտան կրճատում է հաշիվը։ Երեկ-երկու Սելտան կրճատեց հաշիվը, այո, Սուրեն Ղուկասյանի անցումը տվեց իր արդյունքը, այսպես ասենք, Յուրի Հակոբյանը, եթե հիմա հեռացներ գնդակը, ապա դա կլիներ այս խաղում երրորդ դրվագը, որտեղ Հակոբյանը փրկում է Էվերտոնին, բայց ամեն դեպքում իհարկե միշտ չի լինում այնպես, որ ստացվում է։ Եվ այս անգամ Հակոբյանը ոչ մի մեղավորություն չուներ, նա արդեն իհարկե իր գործ այս խաղում շատ պատվով է կատարել եւ տեսնենք Սելտային հիմա մեկ գնդակ է բաժանում ոչ ոքից, Էվերտոնն էլ ունի տրամադրության տակ 3 րոպեից մի փոքր ավելի քիչ ժամանակ այս մեկ գնդակի առավելությունը 3 միավորի վերացելու համար։ Վարդանյան շատ լավ նկատեց Անդրանիկ Պողոսյանին, Պողոսյան սա երվից արված էր, բայց մի փոքր թույլ ստացվեց ու Այդինյանը վերցրեց գնդակը։ Երկար նետում Սուրեն Ղուկասյան, պայեց գնդակը Ղուկասյանը, բայց այստեղ խախտեց, այո խախտեց Եղիազարյանը խաղի կանոնները, սա խաղի կանոնների խախտում էր։ Ու ստանդարտը տեսնենք, ինչպես խաղարկի Սելտան։
Կա մրցավարի Սուլիչը, Սուրեն Ղուկասյանը գնդակի մոտ է, Սուրեն Ղուկասյան փոխանցում ու հեռացված է գնդակը նորից Հակոբյանը հեռացեց այն։ Շարունակվում է Սելտայի գրոհը, Յուրի Հակոբյան ու հիմա կարելի է փոխանցել դեպի Մուրադյանը, կա փոխանցումը մի փոքր թույլ էր Մուրադյան, վտանգավոր է Միքայել Պողոսյան պետք է ավարտել հանդիպումը, բայց Պողոսյանը չի հարվածում, կա նորից Մուրադյանի տարբերակը հիմա հարվածեց Միքայել Պողոսյանը ու վաստակեց անկյունային հարված, այո եթե հիմա գրավ է դարպասը Էվերտոնը ու 4-2 դարձնել Միքայել Պողոսյանը հանդիպան հաշիվը ապա իհարկե կփաստ ենք Էվերտոնի 3 միավոր այս խաղում, բայց ընդհանրապես մեկ գնդակ ու Սելտան կհավասարեցնի հանդիպան հաշիվը 2 րոպե մինչև հանդիպան ավարտը 2 րոպեից ավելի քիչ է մնացել ու տեսնենք այս կարճ ժամանակահատվածում Սելտան ինչ կփորձի անել։ Հիմա պետք է Էվերտոնը պաշտպանվի Եղիազարյանը հեռացնում է գնդակը Եզիս կնետի Սելտան։ Ալավերձյան գլորեց գնդակը դեպի Ենգիբարյանը պատասխան փոխանցումը ստացավ, պահում է Սուրեն Ղուկասյանը, Արամ Ենգիբարյան դեպի Դուրգարյանը, Դուրգարյան ու անկյունային Եղիազարյանից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից դուրս եւ վերջին անկյունայինն է սա արդյոք, թե ամեն դեպքում դեռ կա խաղաժամանակ։ Ու տեսնենք Սուրեն Ղուկասյանի այս փոխանցումը ինչը կվերածվի։ Եվս մեկ փոխանցում Միքայել Պողոսյանի ուղղությամբ հեռացեց Անձանիկ Պողոսյանը գնդակը, բայց Կարեն Ենգիբարյանը ավելի շուտ արձագանքեց գնդակին, հիմա էլ Անդրանիկ Պողոսյան ու հեռացեց եւ Շահեն Վարդանյանը միայնակ է մնացել, բայց հարվածը չի ստացվում Վարդանյանի մոտ։ Եզրային ներողություն, դարպասապա երկար նետում իրականացեց այստեղ Դավիթ Հարությունյան, գրոհում է Սելտան ողջ ուժերով Դուրգարյան։ Դեպի կենտրոն վտանգավոր է ու Մուրադյան, բայց հեռացված չէ գնդակը դեռ։ Իսկ հիմա Վարդանյանը հեռացեց ոչ նորից դիպավ գնդակը Սելտայի ֆուտբոլիստին Ենգիբարյանը անկյունային հակառակ Եզից Սելտան իրականացի ու տեսնենք։ Այս անկյունայինը ինչ է վերացելու հիմա Սելտան դարպասապա Այդինյանն էլ միանում է այս անկյունայինի խաղարկմանը սա ցածից փոխանցում էր վտանգավոր իրավիճակ է ու չկա ոչինչ այո եւ վերջ հանդիպումը ավարտվում է ի վերջո այո Էվերտոնը պահպանեց այդ մեկ գնդակի առավելությունը ու արժանացավ հերթական 3 միավորին Էլիտ լիգայի այս խաղարկությունում խաղային շաբաթը ավարտում ենք այս հանդիպումով բարի գիշեր ու ամենայն բարիք